Բարի երեկո, խոսքի իրավունքում այսօր Մենուա Սողոմոնյանն է, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ համեցել եք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավիրելու համար։ Հայերենը փաստորեն դադարում է գիտության լեզու լինելուց, այդ ինչպես եւ որ ամենակարևորն է ինչու։ Նախ շնորհակալություն հրավերի համար, շատ կարևոր թեմայով ենք մենք զրուցում, մենք պետք է անդադես թեման տակ պահենք։ Բանը նրանում է, որ 2023 թվականի դեկտեմբերին կառավարությունը ընդունեց մի որոշում, որով Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների, բուհերի, գիտական ստորաբաժանումների կամ պետական հիմնարկների բոլոր գիտական կազմակերպությունների աշխատողները, գիտաշխատողները կամ գիտական կադրերը, որոնք որ ատեստավորվում են ժամանակ առ ժամանակ, այդ ատեստավորման կարգի պայմանների մեջ փոփոխություն մտցրեցին։ Փոփոխությունը հետևյալն է, որ բոլոր պարագաներում, բոլոր դեպքերում պահանջում են, որ գիտնականները մենագրություն, հոդված կամ գիտական այլ աշխատանք հրապարակեն, ուրեմն միջազգային գիտատեղեկատվական Web of Science շտեմարանում եւ Scopus հարթակում ընդգրկված հանդեսներում եւ հրատարակչություններում։ Այսինքն պարտադիր պայման որպես միայն դա է դրվում։ Այսինքն պարտադիր պայման չի դրվում, որ նաեւ տեղական հանդեսներում հրապարակեն։ Հիմա Scopus եւ Web of Science այդ հարթակներում հայերենով հանդեսներ չկան, գոյություն չունեն։ Լավ։ Իսկ ինձ պետք է այդ հանդեսներին ձգվել եւ հայտնվել, ավելի լավը դառնալ, որպեսզի իրանք էլ հայտնվեն այդ համակարգում։ Այո։ Հիմա տեսեք, մենք ասում ենք, որ շատ լավ է, որ մեր գիտնականները տպվում են միջազգային հանդեսներում։ Դա կարևոր է, դա պետք է եւ խրախուսելի է։ Բայց երբ որ պահանջը դրվում է, որ միայն Scopus եւ Web of Science համակարգում, հարթակներում իրենք տպագրվեն եւ տեղում չտպագրվեն, ու միևնույն ժամանակ պետությունը հոգ չի տանում նրա մասին, որպեսզի նախ մեր հանդեսների մակարդակը բարձրացվի, հասցվի այդ աստիճանի, որ իրենք էլ հեշտությամբ ընդգրկվեն Scopus հարթակում կամ Web of Science-ում, այս պահի դրությամբ Հայաստանում ընդամենը 1 կամ 2 այդպիսի հանդես կա, որ ընդգրկված է այդ հարթակներում եւ անգլալեզու է տպագրվում, հա։ Եվ այսինքն պահանջը նրանում է, որ միջազգայինում տպվեն եւ հայկական տեղական հանդեսներն ու հրատարակչությունները պետության օժանդակությամբ չեն բարձրացվում այդ մակարդակի, այստեղ մենք լուրջ խնդիրների ենք բախվում։ Լավ է, որ մեր գիտնականները այնտեղ տպագրվում են, նրանց տեսանելիությունը բարձրանում է, նրանց աշխատանքների վրա հղումները շատանում են, այդ շատ լավ է։ Բայց որ ասում ենք հայերենը դադարում է գիտության լեզու լինելուց այն տեսանկյունից, որ կոնկրետ օրինակ հայագիտությունը, հա, հայագիտության տարբեր ուղղություններ, լեզվաբանությունը, օրինակ բարբառագիտությունը, հա, այս ուղղությամբ գիտական աշխատանքներ փաստորեն չեն տպվում, այսինքն այս ուղղությամբ Այսինքն որ հայագիտության թեմայով, հայոց լեզվական գրականության թեմայով ինչ որ հոդված գրվի անգլերեն այդ ձեր ասած Scopus հարթակում կամ մյուսում առաջարկվի, կարող են եւ չտպել հետաքրքրություն չկա, նախ հետաքրքրություն չկա, տարբեր պատճառներով կարող է չլինել։ Օրինակ մեզ համար գուցե շատ կարեւոր է, որ գիտական աշխատանք տպվի, օրինակ Մոնթե Մելքոնյանի գործունեության մասին։ Բայց երբ որ օրինակ հայտը ներկայացվի, ասեն Մոնթե Մելքոնյանը գիտեք ինչ կա, տերորիստ է եւ մենք չենք տպում, կամ Զորավար Անդրանիկի, այսինքն պատմությունը։ Հիմա լեզուն կամ բարբառագիտությունը, ասենք, չգիտեմ, Շիրակի ու նորվա բարբառների հետ կապված, հա, այդ աշխատանքները դրանք պարտադիր պետք է հայերենով տպվեն։ Եվ անգլերենով հնարավոր չի այդպիսի աշխատանքներ տպել։ Հիմա մեր պահանջը ինչու՞մ է կայանում։ Մենք ասում ենք, որ պետք է այդ պահանջը, որ պարտադիր հոդվածներ հրապարակվեն կամ մենագրություններ գրվեն, նաև տեղական հանդեսներում ու հրատարակչություններում։ Պետությունը պետք է փող տա, պետք է ֆինանսավորի, պետք է մեթոդական աջակցություն ցուցաբերի, որ մեր տեղական հանդեսների մակարդակն էլ բարձրանա, հասնի այդ աստիճանի։ Նախ մենք մեր տեղական համակարգերը զարգացնենք։ Օրինակ Ռուսաստանում RINS համակարգը կա։ Российский индекс научного цитирования։ Այդ համակարգը կա, որը իրենք զարգացնում են, որ իրենք փող են տալիս դրա համար եւ գիտնականները եւ Scopus են տպվում եւ նաեւ իրենց տեղականում են տպվում։ Այսինքն սա մեր սահմանադրական նաեւ պահանջ է, որպեսզի մենք մեր գիտության համակարգը, կրթական համակարգը, մեր ուրույն համակարգը ունենանք եւ զարգացնենք։ Սրանում է մեր խնդիրը։ Եվ իսկ այսպես մենք թողնում ենք, որ
մեր գիտնականները, առաջնակարգ գիտնականները, առաջատար գիտաշխատողները, ավագ գիտաշխատողները, գլխավոր գիտաշխատողները միայն իրենք տպվում են դրսում, տպագրվում են դրսում։ Իսկ մեր տեղական հանդեսները մնում են հիմնականում ասպիրանտների, հայցորդների համար կամ էլ այն գիտնականների համար, ովքեր որ իրենց էնտուզիազմի հաշվին են ուզում այստեղ հոդված տպագրել, որովհետև եթե գիտնականը կներեք, հոդվածը գրում է, նա ցանկանում է, որ բարձր ցիտվողականության, բարձր հղումներ ունեցող հրատարակչություններում կամ հանդեսներում տպագրել։ Հիմա խոսքը վերաբերում է դոկտորական հատենախոսություն գրողներին, միայն թե նաև տեխնացուական։ Թե հիմա փոխել են, սարքել են ամեն ինչ նույնը։ Խոսքը գնում է գիտաշխատողների մասին, հա։ Գիտաշխատողները հատուկ կատեգորիա են։ Այսինքն ոնց որ մենք կա համալսարանում, հա, դասախոսներ ենք, որ դասախոսների համար էլ կա ատեստավորման կար, կամ ուսուցիչների համար կա ատեստավորման կար, այդպիսի միայն ատեստավորվող գիտաշխատողների մասին է խոսքը եւ ոչ դոկտորական կամ տեխնացուական ատենախոսությունների մասին։ Այո, դրանց մասին։ Երևի դրան էլ դրա մասին է խոսքը, իհարկե, դա էլ կլինի բնականաբար, բայց այստեղ հենց խնդիրը նրանում է, որպեսզի օրինակ ասենք ավագ գիտաշխատողը բան ունենա, առաջխաղացում ունենա, ասենք դառնա առաջատար գիտաշխատող կամ ես կարող խառնում եմ, էլի, մի խոսքով առաջխաղացում ունենա կամ իր տեղը պահպանի, իր կարգը պահպանելու համար ինքը պարտավորվում է այսքան աշխատանք հրավիրել։ Այդ այսքան աշխատանքը հիմնական պահանջը ասում է, որ պետք է միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում դու հրապարակես, բայց միևնույն ժամանակ քայլեր չի արվում, որ օրինակ ասենք հայալեզու հանդեսները պետությունը իր առջև խնդիր չի դնում նաև, որ հայալեզու հանդեսները բարձրանան դառնան այդ միջազգային գիտատեղեկատվական, ասենք, շտեմարանների մեջ ներառվեն կամ մեր տեղական, ասենք, համակարգերը զարգացվեն։ Այս է խնդիրը։ Դրա համար ենք ասում։ Կառավարության որոշմամբ թաքուն 23 թվականի դեկտեմբերին սուսուփուս մցրեցին, արեցին։ Ինչ ենք հիմա խոսում այդ մասին 23 թվից հետո, ասենք 24 թվականի սկզբին չենք խոսել այդ մասին։ Թե միգուցե խոսել ենք ես եմ բաց թողել։ Չէ, դուք ճիշտ եք, ձեր դիտողությունը միանգամայն տեղին է կոնկրետ մեր նկատմամբ։ Ես ասեմ, որ մենք խոսել ենք այն բանից հետո, երբ որ գիտնականներն են խոսել, որոշ գիտնականներ խոսել են։ Օրինակ ասենք Արմեն Այվազյանը, ասենք, այս մասին խոսել է։ Ավելի շուտ է խոսել, քան մենք ենք խոսել։ Պարզապես մենք տեսանք, որ գիտնականների խոսելուց հետո որևէ նկատելի տեղաշարժ տեղի չի ունենում, կապ նաև ունենալով գիտնականների հետ, ոչ այդպես հրապարակային, մենք գտանք, որ պետք է հարցը բարձրացնել, հարցին քաղաքական հնչողություն տալ, որովհետև սա մենք համոզված ենք, որ քաղաքական որոշման արդյունքում է որոշվել, որ հայերենը պետք է փաստորեն դադարի գիտության լեզու լինելուց։ Արդյոք գիտությունը լեզվական սահմաններ պետք է ունենա։ Իհարկե։ Ինչի։ Իհարկե։ Այդ դեպքում, գիտեք, կհիշեք, չէ, մենք Մեսրոպ Մաշտոցը Այբուբենը որ ստեղծեց, հենց այնպես չստեղծեց։ Ստեղծեց իհարկե առաջին հերթին այն նկատառումներով, որպեսզի Աստծո խոսքը հասկանալի լինի մարդկանց, բայց միևնույն ժամանակ հասկանալի էր, որ այն ժամանակվա զարգացած աշխարհը, որ զարգանում էր ու մտքի արդյունքներ էր թողարկում, այդ մտքի արդյունքները պետք էր հայ ժողովրդի մոտ եւս տեղայնացվեին, որպեսզի իրենը դառնային, հայ ժողովրդի կողմից յուրացվեն։ Եթե մենք հայրենի վարկի համար աշխատանք չտանենք, դա շատ վատ կլինի։ Մենք հետ կմնանք աշխարհի զարգացումից, մեզ համար շատ կարևոր է եւ շատ աշխարհի շատ պետություններ տեր են կանգնում իրենց լեզուներին։ Այսպեսի մի բան կա, չէ՞, երբ որ մարդը օրինակ ռուսերեն քերականական սխալներով է խոսում, ինչ որ ծաղրանքի արժանանում անգամ Հայաստանում, որովհետեւ ռուսերենի գլխին տեր կա, իսկ երբ որ հայերեն ենք խոսում ոչ ճիշտ ձևով, հայերեն ոնց խնդիր չի կարծես առաջանում եւ հայերենը փաստոցի տեր չունի եւ մենք պետք է նաեւ այս առիթը օգտագործենք հայերենի վարկը բարձրացնելու համար։ Ինչ դեր է ունեցել հայոց լեզուն հայաստանյան գիտության ոլորտում, դրա զարգացման մեջ։ Խորհրդային շրջանում հայոց լեզվով գիտական մեծ ժառանգություն է թողարկվել եւ բնական գիտությունների ոլորտում եւ հասարակական գիտությունների ոլորտում եւ մեր խնդիրն է հենց թույլ չտալ, որպեսզի այդ ավանդույթները, որ ձևավորվել են, դրանք կորչեն, որովհետեւ լեզվամտածողությունը, եթե մենք տեր չենք կանգնում, լեզվամտածողությունը մեր սկսում է փոխվել։ Մենք հետո չենք կարողանալու իսկապես հայերեն մտածել մի շարք ոլորտներում խոսք ասելու համար։
որովհետև այդ ոլորտներում ենթադրենք, հա, այդ ոլորտներում խոսքը զարգանում է անգլերենով, ասենք միջազգային հարաբերությունների մասին, օրինակ ասենք քաղաքագիտության միջազգային հարաբերությունների մասին տերմինաբանությունը օրինակ ստեղծվում է այդ երկրներում։ Եվ այդ լեզուներով են մարդիկ սկսում արդեն խոսել, մտածել, դուք ուշադրություն կարող եք դարձնեք արտասահմանում աշխատող դիվանագետների հետ երկար տարիներ, երբ որ խոսում ես, նրանք շատ հաճախ են իրենց խոսքի մեջ օգտագործում արտահայտություններ, որոնք որ հայերեն չեն, հայերեն չի խոսքը։ Այսպես եւ մեզ համար շատ կարեւոր է, որ մենք պահպանենք մեր լեզվամտածողությունը եւ հայերենը կարողանանք զարգացնել, որովհետեւ եթե թողնում ենք աստիճանաբար դուրս է մղվելու եւ անգամ նաեւ կենցաղից էլ է դուրս մղվելու կամաց-կամաց։ Ինչ պատկեր կունենանք այս փոփոխության հետևանքով։ Գիտությամբ ավելի քիչ կսկսեն զբաղվել, չգիտեմ, այդ ատեստավորումից հետո գիտաշխատողների թիվը կտրուկ կնվազի, թե միայն ընտրյալները կզբաղվեն, ընդհանրապես որևէ դրական էլեմենտ չի պարունակում այս փոփոխությունը իր մեջ։ Ես դրական էլեմենտների մասին նշեցի, որ մեր գիտնականները տեսանելի են դառնում աշխարհում, այո, դա անհերքելի է, բայց ոչ ոք չի բռնում նրանց ձեռքը, որ ասեն դու դրսի հանդեսի համար որ գրում ես, եթե օրինակ պարտավոր ես գրել 5 հոդված դրսի հանդեսի համար գրի 3 հոդված, ներսի հանդեսի համար էլ եւս 3 հոդված գրի, որ քո բարձրակարգ աշխատանքը տպվի նաեւ մեր տեղական հանդեսում, հայկական հանդեսում, ու հայկական հանդեսը կարդացող լինի, բա հայոց լեզվով, հայերենով մեր ասպիրանտը կամ ուսանողը կամ առհասարակ մարդիկ ընթերցողները չկարդան այս աշխատանքները, այսինքն մենք խնդիր դնում ենք արդյոք, որ հայերենով գիտական հանդեսներ տպվեն, թե չենք դնում այդ խնդիրը։ Այստեղ է մեր բանը։ Մենք ուզում ենք, որ հայերենը գիտության լեզու լինի, թե չենք ուզում։ Մենք ուզում ենք, որ հայերենը գիտության լեզու լինի։ Մենք մեր առջև այդպիսի խնդիր չենք դնում, որ հա, խնդիր դնում ենք, որ դրսում տպագրվենք, դրսում երևանք, բայց միևնույն ժամանակ մեր ներքին գիտական համակարգը զարգացնելու խնդիր եւս դնում ենք։ Բացի դրանից, եթե այս փոփոխությունը այսպես գնում է, հայագիտությունը դուրս է գալու Հայաստանից, որովհետև եթե հայերեն բարձրակարգ հայագիտությունը բարձրակարգ հայերենով չի գրվելու, ապա դրսի հանդեսներում տպագրվելով հայագիտությունը փաստորեն Հայաստանից Հասորեն ինչ խնդիր են իրենք այս փոփոխությունը կատարելով լուծում։ Այս փոփոխությունը ինչ որ տենց բանաձևում, որ այս սա արեցին, չգիտեմ, իշխանությունների պարագայում ասում են սրանք եկան 2018-ին իշխանության, որ Արցախը հանձնեն, հետո պարզվեց տենց էլ եղավ։ Հիմա սա ինչի համար են արել։ Դե սա ընդհանուր հակազգային օրակարգի մաս է կազմում, գլոբալիստական հակազգային օրակարգի մաս է կազմում։ Դա նշանակում է, որ հայերենի վարկի, հայերենի հեղինակության թուլացում մարդիկ ավելի քիչ են սկսում կարևորել հայերեն լեզվով ինչ որ բան անելը, ավելի շատ են օտար լեզուներին, թրենդներին ավելի շատ են տուրք տալիս եւ սա ընդհանուր առմամբ գլոբալիստական այդպիսի օրակարգի սպասարկում է։ Չէ՞ որ հակագլոբալիզմը այն է, երբ որ դու այդ գլոբալիստական միտումներին փորձում ես հակադրել, այդ հակադրելը միայն հակամարտային իմաստով չհասկանանք, դա շատ նորմալ է, ֆիզիկայի օրենք է, հավասար է մինուս է։ Դու փորձում ես հակադրել քո առանձնահատկություններն ընդգծելով։ Ինչքան գլոբալիստական իմպուլսները շատանում են, այնքան մենք պարտավոր ենք դրան հակադրել մեր մշակույթի պահպանումն ու հանրահռչակումը, մեր լեզվի պահպանումն ու բյուրեղացումը, հանրահռչակումը, մեր բարբարների պահպանումը, մենք ի վերջո սրանով ուզում ենք ասել, որ մենք ազգային պետություն ենք, մենք ուղղակի պետություն չենք, այն ինչ որ ասում է Նիկոլ Փաշինյանը, հա, որ պետությունը մեզ համար գերնպատակ է, բայց ինչպիսի պետությունն է մեզ համար նպատակ կամ գերնպատակ, փախստականներով ազգային պետությունն է, այո, այլ ազգությամբ ՀՀ քաղաքացիներով լցված քվե իրանց համար ապահովող դե իրենց համար իհարկե իրենց համար այո պետություն են պատկերացնում բայց պատկերացրեք օրինակ ասենք պետություն որտեղ օրինակ չլինի պետական լեզու վերջերս Թրամփը ստորագրեց հրաման հա Ամերիկայի Միացյալ Նահանգներում անգլերենը պետական լեզվի կարգավիճակ շնորհելու համար հա հիմա դուք պատկերացրեք եթե մեզ մոտ ասենք եթե հիմա ասում ենք որ նորմալ է որ հայերենով
բարձրակարգ հետազոտություն չլինի, Դրա վաղը հաջորդ չէ քայլը մյուս օրը կարող է կասենք նորմալ է, որ հայերենը պետական լեզու չլինի այլևս։ Հա, այդ ամեն ինչը դրան է տանում եւ մենք այս յուրաքանչյուր այս փուլ առ փուլ գծված այս ծրագրի դեմը չառնելու պարագայում այդ գալու է մի օր, որ հայերենը դադարելու է նաեւ պետական լեզու լինելու։ Եվ սա հակազգային այս օրակարգի բաղադրիչներից։ Ինչ հույս ունեք այս նիշայում ինչ որ հաղթանակ տանելու։ Ինչ պետք է անեք եւ ինչի արդյունքում ինչ ստանաք։ Նախ եւ առաջ նորից եմ ձեզ շնորհակալություն հայտնում, որ եւս մեկ անգամ առիթ տվեցիք այս մասին խոսելու, պետք է շարունակենք այս մասին խոսել, որովհետեւ ես գիտեմ, որ օրինակ մենք երբ որ ասուլիս արեցինք եւ դուք էլ էլի լուսաբանել եք դա, բավական արձագանքներ եղել են, այդ արձագանքները ցավոք դեռևս հրապարակային չեն, բայց կամաց-կամաց ստանելու ենք դրան։ Մենք ուզում ենք մեր գիտնականները հասկանան, սա այդ հասկանալ բառի համար իհարկե ոնց որ ներողություն եմ խնդրում, բայց ամեն դեպքում հետեւյալը ընկալեն, հա, որ սա քաղաքական հարց է։ Սա քաղաքական հարց է եւ մենք ուզում ենք, որ իրենք մեզ օգնեն, մեզ այո տան այն քաղաքական հաղթաթուղթը, որպեսզի մենք այս հարցը առաջ տանենք, բայց իհարկե սրանում միայն գիտնականները չեն շահառուները։ Սա առաջնահերթ գիտնականներին է վերաբերվում, նրանց ատեստավորման թեման է, բայց առհասարակ հայ ժողովուրդն է այս հարցի շահառուն, որ հայերենով ունենա գիտություն եւ մենք միշտ հպարտանում ենք, չէ՞, մեր թարգմանչական ավանդույթներով, հա, եւ մենք պետք է եւ այս պահին էլ մենք կոնտակտներ ենք արդեն ունենում գիտնականների հետ, մենք ուզում ենք, որ նրանք մեզ օգնեն, որովհետեւ մենք չենք կարող ամբողջ օրակարգը, ամբողջ մասնագիտական նրբություններին մենք չենք տիրապետում եւ նրանց աջակցության կարիք ունենք, որպեսզի գիտության զարգացումը եւ հայերենի պահպանումը իրար փող բացառող հանգամանքներ չդառնան։ Երբ որ այս հարցի շուրջ լինի համախմբում, միասնություն, մենք կկարողանանք առաջ տանել մեր պահանջները։ Շնորհակալ եմ ձեզ հարցը։ Ես եմ շնորհակալ։ Հայկական երկրորդ եթերում խոսքի իրավունքից օգտվեց Մենուա Սողոմոնյանը, մենք կհանդիպենք, ցտեսություն։ Ամեն օր օրվա ամենակարևորից առանց արհեստական հավելումների։ Սա խոսքի իրավունքն է, ես Շավարժ Գևորգյանն եմ, եթե ուզում եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին, հղումը էկրանին է։